Բարեձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր դեկտեմբերի 21-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Հայաստանի կառավարությունը հաղորդել է, վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 21-ին 22-ին աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնությունում։ Փաշինյանը դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։ Դեկտեմբերի 22-ին կկայանա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը։ Եվ արդեն հաջորդ հաղորդագրությունը եղավ, որ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Սանկտ Պետերբուրգ, մյուսը, որ արդեն մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստը, նիստից առաջ Փաշինյանին դիմավորել է Պուտինը, նրանք ձեռքսեղմում են ունեցել եւ լուսանկարվել։ Իհարկե նաեւ ռեպորտաժներ կար, քննարկումներ, ինչ են քննարկել, Լուկաշենկոն դժգոհում էր, որ ավելի արագ պետք է այս քայլերն անել, ավելի խորը ինտեգրացիայի հարցերը թղթի վրա է մնացել, պետք է ավելի արագացնել եւ այլ եւ այլ, այսինքն խոսքը գնում է հնարավորինչափ մաքսիմալ ձևով ինտեգրվել ԵԱՏՄ-ում։ Եվ այդ դեպքում հարց է ծագում, բայ այդ որ մաքսիմալ ինտեգրվենք, այդ երբ ենք հասնելու ինչ-որ մի կետի, որից որոշում կայացնենք, որ արդեն գնում ենք Եվրամիություն, թե մնում ենք ԵԱՏՄ-ի կազմում։ Իսկ ոնց ենք այտենց խորանալու դեպքում հանկարծ պատահաբար նկատելու, որ մենք դարձել ենք եվրոպական մոդելի երկիր, որ նոր որոշում կայացնենք, այդ մոդելով շարունակենք ելնել գործընկերը Լուկաշենկոյի եւ Պուտինի, թե որոշում կայացնենք գնանք դեպի Եվրամիություն։ Այսինքն հասկանում եք այդ հեքիաթի ամբողջ ծավալը, որ գործնականում դա իրատեսական չէ, քանի Հայաստանի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է։ Այնպես որ նայում եք, թե ինչպիսի գոհունակությամբ են խոսում, նաև օրինակ Պուտինը ներկայացնում է, որ բոլոր երկրներն օգտվում են ԵԱՏՄ-ի հնարավորություններից, այս մեծ առավելություններ եւ անընդհատ խոսք է գնում ինտեգրացիան ավելի խորացնելու, անընդհատ խոսք է գնում այս ոլորտներում ընդհանուր շուկա ստեղծելու եւ այլ եւ այլ։ Այսինքն այն աշճանի է խորանում, որ ընդեղից դուրս գալու դեպքում հա իսկապես խնդիր կունենաս։ Եթե քեզ ամուր ձևով չաջակցեն ու ասեն ոչինչ, արի մենք քո հարցը կլուծենք։ Այսինքն ինչքան խորանաս, այնքան մեծ դժվարություններ ես առաջացնելու հետ քայլ անելու ուղղությամբ։ Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, Վլադիմիր Պուտինն առանձին ոչ պաշտոնական հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիևի հետ։ Դրանք կկայանան այս օրերին Սանկտ Պետերբուրգում անցկացվող ԱՊՀ երկրների ղեկավարների ավանդական հանդիպման շրջանակներում։ Այսինքն, ինչպես տեսնում եք, թե դա լինի ԵԱՏՄ, որի մենք անդամ ենք, թե ԱՊՀ, որը ձևական կառույց է, այնուամենայնիվ լայնորեն հնարավորինս մաքսիմալ ձևով ռուսական դաշտում Նիկոլ Փաշինյանը այդ հանդիպումներին մասնակցում է։ Ուղղակի մենք մեր պատկերացումը ունենանք։ Իսկ հիմա նայենք, երբ որ գնում է շատ լուրջ առճակատում Եվրոպա եւ Ռուսաստան, հատկապես Եվրոպա եւ Ռուսաստան, եւ Եվրոպան նաեւ մի ուղղությամբ էլ Միացյալ Նահանգներին է փորձում գծի մեջ պահել, որ հանկարծ չանցնի Պուտինի կողմը Տրամպը, այդ պարագայում մտածել բալանսավորված քաղաքականություն վարել հակամարտող ուժերի կողմից, միջև դա նշանակում է ուղղակի որևէ պատկերացում չունենալ արտաքին քաղաքականությունից։ Բոլորին հա ասելը բալանսավորված քաղաքականություն չի։ Ասել ենք բոլորին հա ասողները կանգնում են Երևան քաղաքում մի հատ փողոց կա, բայց վճարում են եւ հայ դիմացել համապատասխան ծառայություն են մատուցում։ Այնպես որ դա եթե կոչվում է բալանսավորված քաղաքականություն, դա ընդհանրապես քաղաքականություն չի կոչվում, դրա անունը ուրիշ է։ Մի հարց էլ ուղղակի առաջացավ, դե Ռուսաստանի կամ Պուտինի նկատմամբ առանձնահատուկ սեր ունեցողներ կան նաև Եվրոպայում։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, կներեք, մի հատ բան ասեցի ու Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է. Ուկրաինայի խաղաղության ծրագրում Կիևի եւ Եվրոպայի կողմից ներկայացված փոփոխությունները հետաձգում են համաձայնությունների ձեռքբերումը։
Ես ավելի քան վստահ եմ, որ այդ դրույթները, որոնք եվրոպացիները փորձում են ներդնել, անշուշտ չեն բարելավում երկարաժամկետ խաղաղության հասնելու հնարավորությունները, նշել է Ուշակովը։ Այսինքն իրանք մի հատ պահանջ են դրել Տրամպի ձեռը Անկորիջում, Ալյասկայում, այս տարվա օգոստոսի 15-ին։ Փորձեց դա անցկացնի Տրամպը, չկարողացավ, որովհետև դեմ եղավ եւ Ուկրաինան եւ եվրոպական երկրները, որոշ կետեր վերանայեց, որ գոնե համաձայնության գալով Ուկրաինայի հետ, գոնե դա համաձայնի Ռուսաստանի հետ, դրան էլ Ռուսաստանը համաձայն չի, ասում է այդ բոլոր պահանջները, որ ներկայացրել են Դոնալդ Տրամպին, այդ բոլոր պահանջները եթե չի կատարում, ուրեմն դուք խաղաղություն չեք ուզում։ Այսինքն դուք պատկերացնում եք, իրանք ամեն անգամ հիշեցնում են, որ իրանց խոստացել է Տրամպը։ Չի կարա ինքը բան փոխի։ Բայց ինչի չի կարա։ Այդ ինչ ունեք Տրամպի վրա, որ չի կարողանում փոխի։ Դե տպեք պրստենք էլի, եթե տենց արդեն ձեր ասածը չի անում։ Արդեն էլ բան չի մնացել, որ աշխարհում որևէ մեկը կասկած ունենա, որ դուք կախվածության մեջ եք պահում այդ մարդուն։ Թե չէ աշխարհի ամենահզոր երկրի ղեկավարը, դուք ով եք, որ ինքը ձեզանից կախված լինի։ Եթե դրա հետ կապված ուրիշ բան դրա տակ չլինի, էլի։ Դա մի բարդ բան չի հասկանալը։ Իսկ հիմա նայենք Պուտինի նկատմամբ առանձնահատուկ սեր ունեցող Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հեգնանքով նշել է. Իհարկե կան մեծ եվրոպական ավանդույթներ։ Ի վերջո նրանք նախկինում են փորձել հարձակվել Ռուսաստանի վրա, օրինակ Նապոլեոնը, չէ, եւ Հիտլերը։ Նրանք չեն հաջողվել, բայց հիմա Կայա Կալասը անպայման կհաջողի։ Էս էլ իր հեգնանքն է, էլի։ Այսպես է Հունգարիայի վարչապետը քննադատել Եվրամիությանը Ռուսաստանի հետ հակամարտություն հրահրելու փորձերի համար։ Դե Կայա Կալասը Եվրամիության արտաքին հարաբերությունների անվտանգության գծով բարձր ներկայացուցիչն է, Եվրամիության փոխնախագահ։ Հիմա ի՞նչն է հարցը։ Նախ որ ասում է Ռուսաստանի վրա հարձակվել են Նապոլեոնն ու Հիտլերը, Հիտլերն Ռուսաստանի վրա չի հարձակվել, Հիտլերը Խորհրդային Միության վրա է հարձակվել։ Եվ երկրորդ, այդ Նապոլեոնը, որ հարձակվեց Ռուսաստանի վրա, սկսենք Նապոլեոնից։ Ռուսաստանը մենակ էր կռվում։ Ռուսաստանը Նապոլեոնին մենակ հաղթեց։ Հա, Վիկտոր Օրբան։ Ես անկեղծ ասած մի քանի անգամ այս հարցը բարձրացրել եմ, որտեղ շատ բաների պատասխան գիտեմ, բայց այս հարցի պատասխանը չգիտեմ։ Ի վերջո անգրագիտությունը օդակաթիլային ճանապարհով է տարածում, թե սեռական։ Այսպիսի մի հատ անենց պաշտոնյաների անգրագիտություն կա, իրանք էլ իր այդ շատ սերտ շփվում են։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, որ ճանապարհով է մեկը մեկին անգրագիտությունը փոխանցում։ Թվում է թե մեծ փորձառություն ունեցող մարդիկ են։ Լավ, գանք Նապոլեոնից։ Նապոլեոնի դեմ կոալիցիան հանկարծ Օրբանը չի տեսել, քանի երկիր էր մտնում։ Տոենասկզբից, որ Նապոլեոնը հարձակվել է Ռուսաստանի վրա, բրիտանացիք, որ փողերը չտային, բոբիկ էին կռվելու Նապոլեոնի դեմ։ Կոշիկ չունեին հագնելու, կարող է մոռացել եք, շոր չունեին հագնելու։ Մոռացել եք։ Ռուսական բանակը կարար կռվեր, հա։ Փող ուներ, որ կռվեր։ Լա չեմ ասում օգնողներին, լա նույնիսկ ֆինանսի խնդիր ունեին։ Առանց դրա, որ ոչ մի բան չէին կարող անել։ Զենքի եւ հազարով մի հարցեր է մի կողմից։ Բացի այդ, Նապոլեոնի դեմ ուրիշ կռվող չի եղել։ Ավստրիան չէր կռվում, որ Նապոլեոնը հետո խաղաղություն էր ուզում, որ տենց չստացավ։ Հա։ Անկամ Շվեդիան էր կռվում, Իսպանիան էր կռվում։ Տեղյակ չի Վիկտոր Օրբանը։ Հատկապես ուզում եմ Շվեդիայի օրինակի վրա կանգնեմ, որպեսի պարզը լիրա Նապոլեոնի դեմ ոնց են կռվել, որ հաղթել են։ Նապոլեոնի փառապանց զորահրամանատար Ժան-Բատիստ Ժուր Բեռնադոտը, որը 2004 թվականին Նապոլեոնը երբ որ դարձավ կայսր, հենց այդ թվականին նրան տվեց Ֆրանսիայի մարշալի կոչում։ 1806 թվականին պատերազմի ժամանակ, երբ որ պրուսացիների հետ կռվում էին նաև շվեդները, 1000 հոգու հաղթեց ինքը, 1000 հոգու գերի էր վերցրել, դից մարդկանց բաց թողեց, ասես լավ գնացեք ձեր տները։ Երջանկացած գնացին հասան իրանց երկիր, ասին ժողովուրդ, ըտենց հզոր կռվող, ըտենց գիտակ գործի եւ տենց մարդ, որը որ կարար տենց հումանիստ, մենք չէինք տեսել։ Այ մեզ տենց ղեկավարը պետք։ Այդ ժամանակ էլ
Կարլ 13-ը հիվանդ էր, առողջական խնդիրները շատ վատ էր իրա։ Ասին դե բերեք այդ մարդու կանչեք դառնա Շվեդիայի թագավոր։ Բայց բացի այդ իր արժանինքները, որ Նապոլեոնի հետ հարաբերությունները լավացնեն, այդ ժամանակ դեռ Նապոլեոնը չէր հարձակվել Ռուսաստանի վրա։ 1810 թվականին ինքը եկավ Ռիքստագը իրանց, ընտրեց իրան որպես տեղապահ, այսպես ասած, կրոնպրինց։ Բայց անմիջապես դրանից հետո նաև Կարլ 13-ը իրան որդեգրեց, որպեսզի ինքը դառնար նաև ռեգենտ, քանի որ ինքը առողջական խնդիրներ չէր կարող ղեկավարել, ինքը հանդես գար որպես թագավորի ռեգենտ եւ թագաժառանգ։ Իսկ 1818 թվականին արդեն պատերազմից հետո նոր դարձավ թագավոր Կարլ 14 Յուհան։ Այդ արդեն Կարլ 13-ը մահանալուց հետո։ Բայց հիմա նորից վերադառնանք Բեռնադոտ Ժուլին։ Նապոլեոնի մարշալը 10 թվականին դարձել է կրոնպրինց, փաստացի ղեկավարը Շվեդիայի։ 12 թվականին պատերազմը հայտարարել Նապոլեոնին եւ միացել Ռուսաստանին։ Ասել են ախպեր, ես ինչ ես անում։ Նապոլեոնի մարշալն ես, Նապոլեոնի դեմ ես դուրս գալի։ Բայց քեզ բերել էինք, որ Նապոլեոնի հետ լավ լնենք։ Ասեց ոչ, ես երկրի շահերը պահանջում է, որպեսի ես հիմա միանամ Ռուսաստանին, կռվեմ ոչ թե Ֆրանսիայի դեմ, այլ Նապոլեոնի դեմ։ Ու գնաց ինքը իր զորքով հասավ գնաց մինչև Փարիզ։ Կարող է պատահաբար Վիկտոր Օրբանը Փարիզում տեսած լինի Ժան-Բատիստ Ժուլ Բեռնադոտին։ Ժուլ անունն էլ կպցրել էր իր ամբողջ անուն ազգանունին, որպես Հուլիոս Կեսարի ֆրանսիական տարբերակը, որտեղ ինքը նես տպավորված էր Հուլիոս Կեսարով։ Այս ձևի են կռվել Նապոլեոնին հաղթել։ Բա որ Նապոլեոնին հաղթեցին, ինքը էլ բայում էր։ Հետո հետ եկավ, իշխանությունը վերցրեց, 15 թվականի մարտի 1-ից արդեն մտավ, հասավ վերցրեց իշխանությունը։ Այդ ժամանակ ռուսներն արդեն հետ էին գնացել։ Ռուսական զորքը այլևս Փարիզում չէր։ Երբ որ Նապոլեոնը զորքը հավաքեց, ասեց հերթով ջարդեմ, հերթով որ ջարդեր, բոլորի կջարդեր։ Ու այդ պարագայում արդեն ինքը հաջողություն կունենար, կվերականգներ իշխանությունը։ Բայց ժամանակով թեմը առավ Վատերլոյում 1815 թվականի հունիսի 18-ին կարող է պատահաբար անգլիացիները Արտուր Վելինգտոնի գլխավորությամբ, որը հետագայում նաև դարձել է Մեծ Բրիտանիայի վարչապետ, բայց այդ պայն հրամանատար էր ուղղակի։ Օգնում էին հոլանդացիները, օգնում էին բելգիացիները, օգնում էին գերմանական տարբեր համայնքներ Իրան, բայց հիմնականում հարվածը իր վրա վերցրեց Անգլիան, չէ՞։ Վելինգտոնը։ Կարող է պատահաբար Օրբանը այդ մասին տեղյակ է։ Նապոլեոնի դեմ մենակ ռուսները կռվեցի։ Այդ ձևի եք, կարող է դուք եք լավ, եթե սովետական միության պատմության գրքով եք պատմություն սովորել, մենք էլ ենք սովորել։ Բայց հազիվ մի հատ ռադիոընդունիչ էին գտնում, որով միանանք տենանք Ամերիկայի ձայնն ինչ ասում, ազատություն ձայնն ինչ ասում, Գերմանիայի ձայնը նեմեցկայավալնան ռուսերեներ ինչ ասում, որ մենք պատկերացում ունենանք, այտենց խոտ չլնենք Օրբանի նման։ Թե չէ մենք էլ ենք այդ նույն գրքերը կարդացել, բայց զուգահեռել ենք գրքեր կարդացել, չէ։ Ասենց պրիմիտիվ կարելի ալնել։ Կամ լավ, շուտակ խորհրդային միությունը։ Խորհրդային միությունը մենակ էր կռվում Հիտլերի դեմ։ Խորհրդային միությունը Հիտլերի հետ միասին էր կռվում մյուսների դեմ։ Օրբանը դա չգիտի, 39 թվականի օգոստոսի 23-ի գաղտնի պակտը, Մոլոտով-Ռիբենտրոֆ պակտի գաղտնի փաստաթուղթը, որը դու ես կողմից վերցրու եվրոպական երկրները, ես էլ ես կողմից վերցնեմ։ Խորհրդային միությունը եւ Հիտլերը միասին էին կռվում մյուս երկրների դեմ։ Այդ մնացած հանրապետությունները արդեն երբ որ պատերազմի անունը դրվեց հայրենական, գնացին որ պաշտպանեն, որ հետև Հիտլերն արդեն մտել էր իրանց երկիր։ Այն ժամանակ երբ որ խորհրդային միությունը կռվում էր, օկուպացիոն զորքերը մտցրել էր Ֆինլանդիա, օկուպացիոն զորքերը մտցրել էր Լիտվա, Լատվիա, Էստոնիա, Բեսարաբիան է վերցրել էր Մոլդովա դարձավ անունը, Արևմտյան Ուկրաինան։ Այդ օկուպացիոն զորքով էիք մտել խորհրդային միության կայացված որոշման ժամանակ։ Բայց երբ որ արդեն խորհրդային միության վրա հարձակվեցին, ծանր բեռը իրանց վրա վերցրեցին, առաջի ամենագծում հարված ուտող Ուկրաինան ու Բելարուսը։
Իհարկե այն մյուս հանրապետություններն էլ օկուպացրեցին, բայց այդ բեռը իրանց վրա շատ մեծ բեռ վերցրեցին Ուկրաինան ու Բելարուսը։ Այսինքն հիմա դու ասում ես Հիտլերին մենակ ռուսներն են հաղթել, բա մյուս հանրապետությունները չեն կռվել, բա Գերմանիան չի կռվել, ներողություն, Մեծ Բրիտանիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Կարող է պատահաբար նույն Օրբանը հիշի, թե ինչ կռիվ էին տալիս անգլո-ամերիկյան զորքերը, որպեսզի հեռացնեն պայքարը խորհրդային միության ուղղությամբ։ Ծովային պատերազմ խորհրդային միությունն էր վարում, թե անգլո-ամերիկյան զորքերը։ Աֆրիկայում ով էր կռվում։ Կարող է պատահաբար 42 թվականին Օրբանը նկատած լներ Հյուսիսային Աֆրիկայում բրիտանացիներին Բեռնարդ Լոու Մոնտգոմերիի գլխավորությամբ, որը հետագայում նաև անգլո-ամերիկյան զորքերի հրամանատար Էյզենհաուերն էր, Մոնտգոմերին էլ Անգլիայի կողմից էր, որ ջախջախեցին Ռոմելի բանակը ու թույլ չտվեցին, որ իրանք խորանան երկրի ներսում ու նաև հասկացան ու կարճ ժամանակ հետո Մոնտգոմերի ջախջախելուց հետո արդեն Աֆրիկայից դուրս եկավ գերմանական բանակը, կարող է Վիկտոր Օրբանը պատահաբար տեսած լինի։ Բա Ալեքսանդրիայի մի 100 կիլոմետր հեռավորության վրա Էլ Ալամեյնայի պատերազմը կարող է պատահաբար տեսած լինի, Մոնտգոմերին ուղղակի Ռոմելին ծեծեց, ոչ թե հաղթեց։ Չի տեսել, որ անուն էլ դրել էին արդեն Մոնտգոմերի Ալամենացի, արդեն նենց բանով էին կոչում, այդ տեղանքով տարած հաղթանակի։ Լա այդ Մեծ Բրիտանիան եմ ասում։ Բա ոնց եղավ, որ այդ հիմա Ուկրաինային է կերեսով տալի, ասում եք Ուկրաինան այն կողմից է կռվում, բա Ուկրաինան չէր կռվում խորհրդային միության կողմից։ Միավորած ազգերի կազմակերպության գաղափարը դեռ 42 թվականից կար, 45-ին ստեղծվել է, բայց 42 թվականին 4 երկիր ստորագրեց։ Չինաստանը, խորհրդային միությունը, Ամերիկան եւ Մեծ Բրիտանիան։ Հետագայում, երբ որ արդեն միավորված ազգերի կազմակերպությունը ստեղծելու պահը եկավ հունիսի 26-ին, երբ որ Սան Ֆրանցիսկոյում կանոնադրությունը ստորագրեցին 50 երկրներ, կասեմ ինչի 50, ոչ 51, այդ ժամանակ, բա երբ որոշում կայացրեց, որ Ուկրաինան եւ Բելարուսը պետք է լինեն ՄԱԿ-ի անդամ, չլինելով անկախ պետություն։ 1945 թվականի Ղրիմի Լիվադիայի բանում կոնֆերանսում մոռացաք 45 թվականի փետրվարի 4-ից 11-ը այդ ժամանակ իրանք որոշեցին, որ արդեն լա պատերազմը ավարտված չէր, ՄԱԿ-ն ստեղծված չէր, որ Ուկրաինայի Բելարուսի ծառայությունը այնքան մեծ է, որ նրանք պետք լինեն ՄԱԿ-ի անդամ, չլինելով անկախ պետություն։ Օրբանը այդ մասին տեղյակ չի, թե ոնց են հաղթել պատերազմը, ովքեր են հաղթել պատերազմը, առանց Ամերիկայի օգնության խորհրդային միությունը հաղթող էր։ Հիմա այն որ Ռուսաստանին հաղթանակ եք վերագրում Հիտլերի դեմ, բա այդ բոլոր երկրները չէին կռվում։ Բա հակահիտլերյան կոալիցիան 50 անդամ պետություն էր, Սան Ֆրանցիսկոյի կանոնադրությունը ստորագրած։ Բա դրանք չէին կռվում։ Մենակ խորհրդային միությունն էր։ Իսկ Լեհաստանն էլ ուղղակի այդտեղ չէր միացել, որովհետև դեռ կարգավիճակը չուներ ինքը, դե օկուպացիայից հետո իշխանությունը կարգավիճակը չուներ, այդ օրվա իշխանությանը չէին ճանաչում։ Դրա համար անմիջապես արդեն Պոզդամի կոնֆերանսում խորհրդային միությունը այդ հարցը բարձրացրեց, որ ճանաչեք Լեհաստանի կարգավիճակը, որից հետ Լեհաստանը ստորագրեց կանոնադրությունը եւ հոկտեմբերի 24-ին արդեն եղավ 51-րդ անդամ պետությունը ՄԱԿ-ի հիմնադիր անդամներից մեկը։ Եվ այսպիսի մարդիկ են պրիմիտիվ, այս խելքով էս ուղեղով փորձում ցույց տալ, որ Ռուսաստանը ճիշտ է, դուք չեք հա, ու մի հատ էլ այդ կնոջն էլ հեգնում ես։ Այ ղզիկ, դու չէիր ասում կնգանիցս վախում եմ։ Դու չէիր ասում բանից Անգելա Մերկելից ավելի շատ եմ վախենում, քան կնգանիցս։ Խոստովանում էիր, որ Մերկելից վախենում ես, բայց ձեռի հետ էլ խոստովանում էիր, որ կնգանիցն էլ ես վախենում։ Դու ես եկել այդ կնոջը հեգնում։
Դե այս կարգի մարդիկ են ժողովուրդ ջան, որ փորձում են կարծիք տարածեն, որ չանդրադառնանք, կարող է մեր հասարակության մոտ էլ կարծիք առաջանա, կարող է ճիշտ են ասում, եվրոպական առաջնորդ է, ուրեմն մի բան էլ ինքը գիտի, էլի, ստիպված են կլինում անդրադառնանք, թե չէ կյանքներս գնաց անգրագետների մասին խոսելուց։ ԱՄՆ հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը գրել է. ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ Ռուսաստանը նույնիսկ չունի Ուկրաինան նվաճելու եւ օկուպացնելու կարողություն, առավել եւս ներխուժելու եւ օկուպացնելու Եվրոպան։ Ինչի համար էր ինքը ասում, այդ ուղղակի ավելի շատ ծավալուն բաներ, այդքանը չներկայացնեմ, ինքը խոսում էր, որ պարբերականներում ինչ որ բաներ են գրում, որ Ռուսաստանը ցանկանում է հարձակվի Եվրոպայի վրա, որ դա ուզում են օգտագործեն, լարվածություն մտցնեն եւ այլ, ինքը հերքելով դա, որ էս ինչ է գրում, էս ինչ է անում, բայց արեց մի անկեղծ խոստովանություն, որը մեզ շատ հետաքրքրում է, որտեղ այդ բաններ, որը որ մեռանք ասելով այ մարդ, որ այո, իր ասածը սա էր, որ Ռուսաստանը նույնիսկ չունի Ուկրաինան նվաճելու եւ օկուպացնելու կարողություն։ Բա Տրամպին ասում է Ռուսաստանը 3 օրում կգրավեր, ուղղակի ասպատեխնիկան եկավ, ցեխի մեջ լրվեց, այդ ցեխը որ չլներ, Ռուսաստանը կգրավեր։ Մի հատ հետաքրքիր է, այդ ցեխը ես 4 տարի չի չորացել։ Բան չի հետո գրավել։ Պատճառն ինչ էր։ Այս կամ դու տեսել ես, թե որտեղից են հարձակվել, քանի տեղից են հարձակվել, ուկրաինացիք ոնց են պաշտպանվել, ինչ են արել, որ պատերազմը դարձնես տես պրիմիտիվ բան, որ ուղղակի եկան ցեխի մեջ լրվեցին, դրա համար չկարողացան գրավեն, որովհետև ճանապարհը լավ է, չէ՞։ Այդ աշճանի, այսինքն կարելի է պրիմիտիվացնել ու փաստերն աղավաղել, որ մարդկանց ասել, որ այնուամենը Ռուսաստանը կարող էր մի քանի օրում գրավել, ցեխը խանգարեց, հա։ Բայց լավ է, բարեբախտաբար գոնե իրանց համապատասխան պաշտոնյա, որը բավական իրազեկ պաշտոնյա է եւ փաստերի վրա հենվող պաշտոնյա է, ինքը ներկայացնում է Ռուսաստանը այդ քաշը չունի։ Եղավ, շնորհակալություն։ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը մեկնաբանելով ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդի հայտարարությունը կարծիք է հայտնել խորքային պետությունը փորձում է հրահարել այդ խորքային պետությունը էլ ուղղակի ասում է շատ մանրամասը չներկայացնում ու երկրի մեջ կոպիտ ասած պետության մեջ պետություն մարդիկ որոնք եւ կառույցները որոնք որ լուրջ ազդեցություն ունեն պետության կառավարման մեջ որի պարագայում ոնց որ իրանք թելադրեն օրակարգ այտենց պայմանականորեն տենց խորքային պետություն ճակերտների մեջ ուրեմն փորձում է հրահարել երրորդ համաշխարհային պատերազմը Մեծ Բրիտանիայում եւ Եվրամիությունում հակառուսական պարանոյա հրահարելով։ Այդ Կիրիլ Դմիտրիևն էլ այդ բանակցողն է, էլի այն բիզնեսմեն տղեն է, որը բանակցում է Ուկրաինայի հարցերով։ Ինչի է այս մարդկանց թվում, թե Մեծ Բրիտանիայի մոտ կամ Եվրամիության մոտ հակառուսական պարանոյա է։ Ինչի համար։ Ռուսաստանի ղեկավարին դուք չեք լսում, ինչ է ասում։ Այդ մարազմատիկ ծերուկին չեք լսում, իր երկրի գլխին ինչա դրել եւ շարունակում է իր երկրի հայրիկն ու մայրիկը անիծել։ Չեք տեսնում։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դիմել է Եվրոպային։ Ուշքի եկեք եւ դադարեցրեք ինքնավնասումը։ Հակառակ դեպքում Կիևին ցուցաբերած խելահեղ աջակցության եւ ռուսական էներգակիրներից հրաժարվելու պատճառով դուք նույնիսկ կզրկվեք ձեր տոներից։ Էդում էս այդ տոներով սպառնում ահաբեկում, որ տոներից կզրկվեք։ Իրանք իրանց կամքով ասել պատրաստ ենք տոները ինչ որ շքեղությամբ չանենք միայն մի բանի համար, որ մեր սկզբունքով առաջ գնանք եւ պաշտպանենք ահաբեկիչի դեմ պայքարին, միանանք եւ պաշտպանենք։ Այո, նաեւ Գերմանիայից է այդ կարծիքը հնչել։ Դրա մեջ ի՞նչն եք վատ բան տեսնում։ Լա դուք ձեր ժողովրդի սովամահ եք անում, որ կռվեք։ Նրանք ասում են կպաշտպանենք ժողովրդավարությունը, օկուպանտի դեմ կպայքարենք, մի հատ տոն էլ պակաս կնշենք կամ պակաս շքեղությամբ կնշենք։ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում հայտարարել է. Ռուսաստանը ձեռք է բերում նոր զենք, որը ոչ ոք չունի։ Մենք ձեռք ենք բերում ոչնչացման նոր միջոցներ, նոր զենքեր, աշխարհում ոչ ոք դրանից չունի, ասել է Պուտինը։ Էհա, բայց դուք էլ երկրի ղեկավար ունեք անուղեղ,
որը որ աշխարհում ոչ մեկը չունի։ Իհարկե շատ անուղեղներ կան, տենց չի որ չկան, բայց Պուտինի պես մարազմատիկ անուղեղ թիվ 1 ահաբեկիչ հանցագործ աշխարհում չկա, ժողովուրդ ջան։ Ցույց տվեք մեկին, որ կա։ 21-րդ դարում ով է այդքան մարդ սպանել։ Ու գլուխն էլ գովացել։ Մենք ստեղծել ենք նոր զենք։ Այդ ինչ նոր զենք է։ Դա որ կրակում ես ձեր մոտ գազիֆիկացվում է ձեր բնակավայրերը։ Չես գնացել տեսել ինչ են վառում, աթար են վառում 21-րդ դարում։ Չես գնացել տեսել։ Ինչով ես գլուխդ գովում, որ ինչ արժեքներդ ես պաշտպանելու նոր զենքով, շանտաժ անես, որ ինչ անես, որ երկիր մտնես, սուսուփուս վերցնես, որ ինչ անես, հողին հավասարացնես, որ ինչ անես, ասես հող եմ վերցրել, բայց Պուտինի վերջը նրանով չի գալու, ժողովուրդ ջան, Պուտինը մի հատ կոպտագույն սխալ է անում, որոշել են օղու ակցիզները բարձրացնել, Անդրոպովը KGB-ի պետ էր, շատ փորձառու մարդ էր, երբ որ նա դառավ Կենտկոմի քարտուղար, շատ լուրջ բարեփոխումներ արեց, շատերը շատ դժվար տարան դա, եւ ազատ խոսքի համար էլ բան բացվեց, կարգապահության խնդիրներ, վախվորած էին մարդիկ, մտնում էին հիմնարկներ, ստուգում էին գործի գալիս են թե չէ, ցերեկը մտնում էին կինոթատրոններ տեսնեն, գործի ժամին մարդիկ ինչ գործ ունեն այստեղ, մի հատ անգամ բան էին հորինել, չէ, ասում են վախի միավորը մեկ Անդրոպը, այսինքն Անդրոպովի վախից տենց հատուկ միավոր կար վախի, չափիչ գործիքի, բայց այդ մարդը մի բան արեց, Մոսկովյան հատուկ օղուգինը իջացրեց, Մոսկովսկայա ասոբայ, կանաչ պիտակով մի հատ օղի էր, վերջ, բոլոր բարեփոխումները Անդրոպովի մոռացան, Աուսարսափը մոռացան, արևով էի երթվում, ուղղակի բախտը չբերեց շուտ մեռավ։ Բայց ինքը հասկացավ, ռուսի համար պետք է արաղի գինի էժանացնես, թե չէ ոչ մի բարեփոխում չես կարող անես։ Ես դեռ երբ էր, որ ուկրաինացիք կռվում էին, ասում պետք է հարվածենք որոշում կայացնող օբյեկտներին, չգիտես, կազարմաներին, գարնիզոններին, չգիտես, այ ժողովուրդ ջան, ասում եմ, դուք խփեք օղու գործարաններին ու վերջ։ Մարդիկ մի քանի ժամ արդեն սթափ լնեն, կգնան Պուտինին ոտերից կկախեն, սպասքի աշտարակից։ Հիմա խմած որ իրանց համար յոլա են գնում։ Հիմա դուք արդյունքը կտեսնեք հունվարի 1-ից հետո։ Պատասխանելով ամերիկյան NBC լրագրողի հարցին, Վլադիմիր Պուտինը պատասխանել է. Ռուսաստանը իրեն պատասխանատու չի համարում Ուկրաինայում տեղի ունեցած մահերի համար, քանի որ Մոսկվան չի սկսել հակամարտությունը։ Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ Դոնալդ Տրամփի ջանքերը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ուղղությամբ անկեղծ են եւ որ Ռուսաստանը չի մերժել նրա առաջարկները, քանի որ Ալյասկայում կայացած հանդիպման ժամանակ համաձայնեցվել են հիմնական մոտեցումները։ Նորից հիշատակում են Ալյասկան, որ իրանց ուզածը Տրամփի թևի տակ են տվել, Տրամփը պարտավոր է իրանց ասածը անի, թե չէ իրանք իհարկե խաղաղության համաձայն են, բայց միայն իրանց պահանջներով եւ մարդկանց մեռնելու համար պատասխանատու չեն համարում, պատերազմը իրանք չեն սկսել։ Ով է սկսել։ Մի հատ կարող է ասի, որ ով էր մտել Ռուսաստանի տարածք եւ որտեղից։ Ով է պատերազմը սկսել։ Այսինքն համարում ես, որ Ուկրաինայի տարածքում Ուկրաինայի եթե իշխանությունը փոխում են, Յանուկովիչն է փախնում է գալիս է Ռուսաստան, դա քեզ իրավունք է վերապահում, մտնես հարևան երկիր, ասես, այս ինչ եք անում։ Դու տարածքային ամբողջականության, որ թուղթը ստորագրել ես, որևէ տեղ կետ ա գրած, որ եթե նախագահը դուր ես չկա մտնելու եմ այդ երկրից տարածք վերցնեմ։ Քո երկու պետության միջև պարտավորությունները կամ միջազգային պայմանագրերը կապ ունի թե այդ երկրի ղեկավարն ով է, կամ երկրի ղեկավարը քեզ դուր է գալի թե չէ։ Ու դա համարվում է, որ պատերազմը իրանք են սկսել։ Կամ իրանց երկրի տարածքում Դոնեցկում կռիվներ են արել, Դոնեցկում, Լուգանսկում կռիվներ են արել, որի պատճառով իրանք համարում են, որ գնացել են ռուս ժողովրդին պաշտպանել։ Հիմա կարող եք այդ ռուս ժողովրդին ցույց տալ այդ տարածքները, մի հատ կողեք աշներս, մի հատ տենանք այդ որ հողին հավասարացել եք այդ մարդիկ որտեղ են ապրում։ Այդ ում էիք պաշտպանում։ Հիմա նրանք ընդեղ են։ Էսա ժողովուրդ ջան մակարդակը։ Ու այս երկրի հետ մենք հարաբերություն ենք խորացնում, Նիկոլ Փաշինյանն էլ գնացել է, մենք է սպասում ենք, որ ինքը դենց շատ լավ հաջողությամբ գալու է։ Նրան սատարողներն էլ ասում են, հա ժողովուրդ ջան։ Գնացել է Մոսկվա, որ թափով թեքվենք Բրյուսել։
հետո էլ գնացել են Շանհայ, այնտեղից որ նենց արագ sense թափ հավաքենք, շատ ուժեղ արագ գնանք Բրյուսել։ Լավ էլի ժողովուրդ ջան, հանգստացեք էլի, տենը մեկ ոչ մեկը դեր ասածի վրա չի խաբվում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է. հավատացեք, ես գեղագիտական բարձր ճաշակ ունեմ, բացառությամբ կանանց, ինձ համար միևնույն է, թե ինչ տեսք ունի կինը, նույնիսկ ամենագեղեցիկ կինը կարող է անցնել իմ կողքով եւ ես չեմ նայում նրան, քանի որ քաղաքականության մեջ դա մահվան նշան է, ասել է Դոնալդ Թրամփը։ Իհարկե մի երկու ուրիշ բաներ էր, ասա շատ չմարանանք, խոզարկության ժամանակ եկել էին կնոջ ներքնաշորեին նայել, էսեն արել պատմել, թե դա ինչ ձևի էր, թե դու խիպտի տենց բաներն իմանաս, բայց հարցը մենակ դա չի։ Այդ որ ասում ես քաղաքականությունն է պատճառը, որ գեղեցիկ կինը կողքովը տանցնի չնկատես, չէ, սարսափած ես քու գեղեցիկ կնոջ չից, որ ռիսկ չես անում նայես, թե չէ ցանկացած իրան հարգող տղամարդ կմտածի, որ սիրեցեք, ամուսնացեք, երեխաներ ունեցեք, բայց գեղեցիկի կողքով անտարբեր մի անցեք։ Գեղեցիկին նայելը, գեղեցիկով հիանալը դա չի նշանակում անպայման հարաբերություն ունենալ, այ վախեցած։ Ինչ ես պատմում։ Գնացել ես տնտեսական հաջողություններից բան պետք է խոսած, դի պատմես ինչ ա եղել, կատակի, անեկդոտի, բանի, սարքեց, դրեց, ներքնաշորից խոսած, էս արավ, այն արավ, թողեց գնաց։ Ասեն ժողովուրդ, դուք սրա ասեցից բան հասկացաք։ Եկել էր ինչ էր պատմում։ 90 տարեկան ծերուկը, եթե փողոցով քայլում է ձեռնափայտով, ակնոցի ապակին էլ էսքան, կողքով որ մի հատ գեղեցիկ կին է անցնում, շուրագալի նայում է, ասում է, այս ապակին լավ չի ցույց տալի։ Դրա մեջ հոնայա որ բռներ ինչ էր անելու։ Ամեն ինչը պետք է անպայման ուրիշ ձևի պատկերացնենք, գեղեցկությամբ հիանալու համար, այ վախեցած։ Եթե քաղաքականությունը խանգարում է կնոջ գեղեցկությամբ հիանալու համար, դու սարի քաղաքականությունից։ Քավարցին մի լավ խոսք ուներ։ Երեխային դպրոց ուղարկելուց ասում էր, եթե խմելը խանգարում է ուսուցմանը, դպրոցից դուրս արի։ Հիմա եթե դու պետք է կնոջով չհիանաս գեղեցկությամբ առհասարակ, ուրեմն ավելի լավ է քաղաքականությունից դուրս գաս էլի։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Վենեսուելայի արտգործնախարար Իվան Հիլ Պինտոյի հետ, որի ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել երկկողմ հարաբերությունների եւ Կարիբյան տարածաշրջանի իրադարձությունների շուրջ։ Զրույցի ընթացքում Արաղչին ընդգծել է Իրանի եւ Վենեսուելայի ամուր ու բազմակողմ հարաբերությունները, շեշտելով երկու երկրների ղեկավարների վճռականությունը համագործակցությունը զարգացնելու եւ ընդլայնելու ուղղությամբ, ելնելով փոխադարձ շահերից։ Ինչի եմ սա ասեն երկար նայում, որովհետեւ դե տեսնում եք Իրանը Ամերիկայից վարված է, Վենեսուելան նույնպես, Ռուսաստանն է սատարում Վենեսուելային եւ Իրանն է հիմա սատարում։ Եթե մենք համաձայնության չենք եկել, մենք կպաշտպանենք Վենեսուելային։ Նախարար Արաղչին դատապարտել է ԱՄՆ գործողությունները, որոնք վտանգում են ծովային անվտանգությունը Կարիբյան ավազանում, ինչպես նաև Վենեսուելայի դեմ ուժի կիրառման սպառնալիքները, դրանք անվանելով միջազգային իրավունքի եւ ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքների բացահայտ խախտում։ Արաղչին հայտնել է Իրանի համերաշխությունը վենեսուելացի ժողովրդին եւ դրա ընտրված կառավարությանը, ընդգծելով միջազգային հանրության պատասխանատվությունը ԱՄՆ-ի ապօրինի եւ միակողմանի քայլերին, վճռական հակազդելու հարցում, որոնք ըստ նրա լուրջ սպառնալիք են տարածաշրջանի եւ գլոբալ խաղաղության ու կայունության համար։ Վենեսուելայի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել Իրանին դրա սկզբունքային դիրքորոշման եւ վենեսուելացի ժողովրդի ու կառավարության հետ համերաշխության համար։ ԱՄՆ-ի անօրինական ու անարդար սպառնալիքների եւ պատժամիջոցների պայմաններում նախարար Պինտոն վերահաստատել է Վենեսուելայի կառավարության եւ ժողովրդի ազգային ինքնիշխանությունն ու անկախությունը արտաքին ճնշումներից պաշտպանելու վճռականությունը։ Մի բան ակնհայտ է, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները պաշտպանում է թույլի իրավունքը եւ նոր աշխարհակարգի ընդհանրապես ժամանակ ինքը կանգնած է, որ ագրեսորին, օկուպանտին մենք թույլ չենք տա այս բանն անի կամ կարգի կհրավիրենք, անպայման չի, որ ինքը միշտ ճիշտ ավարվի, բայց աշխարհը դա ընդունել է այսպես, որ արդարության համար պայքարը միշտ չի, որ հնարավոր է համաշխարհային process-ներում ամենտեղ ճիշտ լինել։ Պետք է կարգ ու կանոն հաստատի ու Ամերիկան դա պետք է անի ու Իրանից լավ ոչ մեկը չի անի։ Այդպես է եղել, որ հաթաթ վերցնենք շատ հարցերում ճիշտ չի եղել, բայց ընդհանուր առումով ասել ենք, բա ում վստահենք այս աշխարհի կարգ ու կանոնը։
բայց հենց դու ասում ես, որ ես չեմ ուժեղը Ռուսաստանն է պիտի իր հետ հաշվի նստենք, վերջ, արդեն ասում են ինչ գործ ունես Իրանում, ինչ գործ ունես Վենեսուելայում, ինչ գործ ունես Գազայում ուրիշ տևի միջամտություն անես, ինչ ես անում Սիրիայում, բայրեք Վիետնամում ինչ է Իրանը, բայնորը Իրաքում ինչ է Իրանում։ Բոլորը գալիս է մի բանից, սկզբունքի փոփոխությունից։ Դու հրաժարվում ես քո ուժով պաշտպանես թույլի իրավունքը, թե դու անցնում ես ուժերի կողմը։ Հենց ասար ուժերի կողմը փաթեթը դնում են դեմդ, բաստեղ ինչի մտար, բանդեղ ինչի մտար։ Եթե դու արդարացնում ես Ռուսաստանին։ ԱՄՆ իշխանությունները հայտարարել են միջազգային ջրերում երկրորդ լսանավի բռնագանձման մասին, ընդամենը մի քանի օր անց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել, որ նավթային տանկերների բլոկադայի մասին, որոնք գտնվում են պատժամիջոցների տակ եւ մտնում կամ լքում են Վենեսուելան։ Այսինքն սա արդեն երկրորդն է, այսինքն այդ լարվածությունը շարունակում է, Իրանը դե հասկանում է, ինչի համար անմիջապես զանգեցին իրանց վերաբերմունքը արտահայտելու համար, համերաշխություն հայտնելու։ NBC News-ն էլ ինչ է հաղորդել, որ Իսրայելի պաշտոնյաները մտահոգված են, որ Իրանն ընդլայնում է իր բալիստիկ հրթիռների ստեղծման ծրագիրը, որը տուժել էր տարեսկզբին Իսրայելի ռազմական հարվածների հետևանքով եւ պատրաստում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տեղեկացնել նրա դեմ կրկին հարձակվելու տարբերակների մասին։ Իսրայելցի պաշտոնյաները նաև մտահոգված են, որ Իրանը վերականգնում է ուրանի հարստացման օբյեկտները, որոնք ԱՄՆ ռմբակոծել է հունիսին, սակայն ավելացրել են նրանք պաշտոնյաները, որ բալիստիկ հրթիռների արտադրության օբյեկտները վերականգնելու եւ վնասված հոբ համակարգերը վերականգնելու Իրանի ջանքերը համարում են ավելի հրատապ խնդիրներ։ Բենյամին Նեթանյահուն հույս ունի, որ ամսի 29-ին մի քանի օր հետո կհանդիպի Դոնալդ Թրամփի հետ։ Թրամփն ասել է, որ ուզում է ինձ հետ հանդիպի, վերջնական չենք ճշտել, բայց ամեն դեպքում կհամաձայնվի, ինքը չի կարա Նեթանյահուի մերժի նրա ցանկությունը եւ Նեթանյահուն հիմա ցանկանում ասի, որ ես պատրաստ եմ նորից հարվածել Իրանին, մենակ դու ինձ պաշտպանի, որտեւ եթե չենք անում, Իրանը շարունակում է հարստացնել, զգույշ եղի, որովհետեւ դա լուրջ խնդրեմ է, բացի բալիստիկ հրթիռները, նաեւ խաղաղ միջուկային ծրագրերը շարունակվում են, այսինքն Իսրայելը պատրաստ է նորից հարված տա միայն թե ամերիկան պաշտպանի, վախենալով, որ մի քիչ ժամանակ անցավ, Թրամփն էլ արդեն ազդեցությունը կորցրեց տարիների ընթացքում այս առաջիկա, հետո էլ ինքը գնաց, ինքը խնդիր է ունենալու Իրանի հետ։ Այ հիմա ուզում է գոնե այսօր իր փայ կռիվ է տակ, չնայած սխալ ճանապարհով է գնում, առհասարակ այդ ագրեսիան սխալ էր, բայց դե իրանք դիլուծումը գտնեն։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է. մենք պատրաստ ենք բանակցությունների միջոցով ձեռք բերված արդար եւ հավասարակշռված համաձայնագրի, բայց մենք պատրաստ չենք ընդունել թելադրանքներ։ Եթե ինչ-որ մեկը մեզ մոտենա փոխադարձ շահի վրա հիմնված լուծման գաղափարով, մենք կքննարկենք այն։ Մենք լավ գաղափարներ ներկայացրեցինք, բայց դրանք բոլորը մերժվեցին։ Մենք եկել ենք այն եզրակացության, որ բավական է, հավելել է արտգործնախարարը, մեկնաբանելով երկրի միջուկային ենթակառուցվածքների վրա սպառնալիքներն ու հարձակումները։ Արաղչին ընդունել է վնասը, բայց պնդել, որ անհնար է ոչնչացնել երկրի մտավոր ներուժը, նաև նշել է, որ Իրանը մտադիր չէ հրաժարվել ուրանի հարստացման իր իրավունքից, որը մշակվել է գիտնականների ջանքերի կողմից։ Սա խոսում է այն մասին, որ լարվածությունը մեծանում է Իրան-Միացյալ Նահանգներ, Իրան-Իսրայել, եւ այս պարագայում մենք դարձանք կոնֆլիկտի կողմ, անցանք Իրանի կողմը, թե մեր ինչին էր պետք, բայց եւ միևնույն ժամանակ ամենօրյա ռեժիմով դուք տեսնում եք այս լարվածության մասին։ Ամենօրյա ռեժիմով դրան անդրադառնում ենք, որովհետեւ դա մեզ համար շատ ուղղակի սպառնալիք է, հատկապես երբ որ Իրանը մտածում է, որ Միացյալ Նահանգները որևէ կերպ թրիփի առիթով, Թրամփի ուղու առիթով հայտնվելու են Հայաստանում։ Հայաստանը հայտնվելու է Ամերիկայի ազդեցության տակ։ Նույնիսկ եթե Ամերիկան դրանով անվտանգություն մեզ չի ապահովում։ Նույնիսկ եթե ժամանակը անցնի, Թրամփի կարող է տեսնել, որ դա իրականում այդ ծավալով կամ այդ տեմպով կյանքի չկոչվեց կամ որևէ ձևով մեզ անվտանգության երաշխիք չտվեցին, Իրանը բզբզելու ամեն ինչ անի, որ դա տեղի չունենա։ Այս պարագայում դրա համար ամեն օր, այո, ինչ որտեղ իհարկե անհանգստացած նայում ենք, թե ինչ զարգացումներ ա լինելու Իրան-Իսրայել, Իրան-Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Նորից եմ ասում, մանավանդ, որ մենք չգիտես ինչի դարձանք կոնֆլիկտի կողմ։ Դատապարտեցինք մի կողմին, պաշտպանեցինք Իրանին։ Կարող էինք ունենալ ակտիվ չեզոքություն։
եւ դա լրիվ բավարար էր, ոչ մեկը մեզանից տենց անznազողություն չի պահանջում, որ բայ եթե տենց բալանսավորված քաղաքականություն էիք վարում, բոլորին էլ ողջունեիք, ինչի եք մեկին ողջունում, մեկին դատապարտում։ Ինչ եղավ բայ ձեր բալանսը։ Մի բան էլ Կիևում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուի հետ համատեղ մամուլի ասուլիսում Պորտուգալիայի վարչապետ Լուիշ Մոնտենեգրոն հայտնել է. Պորտուգալիան պատրաստ է քննարկել իր զինվորական անձնակազմի հնարավոր տեղակայումը Ուկրաինայում, Կիևի եւ Մոսկվայի միջև ապագա խաղաղության համաձայնագրին աջակցելու համար, երբ այն կկնքվի։ Երեք մենք խոսել ենք այն մասին, որ պայմանավորվել են, որ դրոնների գործարան բացեն անոտ թաչու սարքերի եւ դա նաեւ պետք է հենց Պորտուգալիային, այսինքն լավ փորձառություն ձեռք բերեն այնտեղ։ Այսօր արդեն խոսում են, որ մենք պատրաստ ենք եվրոպական ընդհանուր ծրագրի շրջանակներում, երբ որ որևէ վտանգ չունի Պորտուգալիան Ռուսաստանի հետ կապված, բայց չէ, ասում ես համաեվրոպական ծրագրի մեջ եմ։ Ես պատրաստ եմ իմ զինվորներն ապահովել։ Մոնտենեգրոն հայտնել է, որ Պորտուգալիան հավատարիմ է Եվրամիության ընդհանուր դերքորոշմանը Ուկրաինայյան զորքերի տեղակայման հարցում։ Մենք չենք ցանկանում այստեղ լինել պատերազմի ժամանակ, բայց Պորտուգալիան մասնակցում է եւ կմասնակցի խաղաղապահ գործողություններին, որտեղ ցանկացողների կոալիցիայի մաս որպես եւ խաղաղապահ առաքելության համատեքստում ՆԱՏՕ-ի անվտանգության երաշխիքների համատեքստում ՆԱՏՕ-ն Պորտուգալական զորքերի հետ միասին կարող է իր ուժերը տեղակայել Ուկրաինայի տարածքում, ասել է Պորտուգալիայի վարչապետը։ Նա ընդգծել է, որ Պորտուգալիան միշտ կաջակցի եւ կմասնակցի անվտանգության առաքելություններին։ Սա շատ ողջունելի է, որովհետեւ տեսնում եք այն միասնականությունը, որ չի ասում ես հեռու եմ, դա ինձ չի վերաբերում։ Մանավանդ, որ Վոլոդիմիր Զելենսկին ասեց, եթե մեզ թույլ են տալիս 800,000 զինվոր ունենալ, խաղաղության պայմաններում 800,000 զինվոր պահելը մեր բյուջեի հաշվին դա շատ ծանր բեռ է։ Այսինքն ժողովուրդ ջան, եթե դուք ուզում եք մեր անվտանգությունը պահեք, երաշխավորեք, իմացեք, որ դա մենակ մեր խնդիրը չի լինի։ Այսօր պատերազմի մեջ ենք, ստեից այնտեղից փող ենք ճարում։ Խաղաղության ժամանակ մենք 800,000 լավ մարզված զինվոր ոնց ենք պահելու։ Բայց պետք է օգնեք, բայց ինչ պետք է անեք։ Եթե ուզում եք այդ խաղաղությունը իսկապես երկարաժամկետ լինի։ Ինչպես տեսնում եք, Պորտուգալիայի արձագանքը լավ որտեղից որտեղ արդեն ցույց է տալու Եվրոպայի մոտեցումը այդ ամեն ինչի նկատմամբ։ Դրա համար մենք շատ լուրջ պետք է հասկանանք, թե առաջիկայում ինչ ենք անում, որպեսզի մեր երկիրը չներքաշեն այս վայրի վերումների մեջ, ինչպես տեսնում եք Ռուսաստանում ինչա կատարում, Արևմուտքում ինչա կատարում եւ ինչ խնդիրներ ունենք մենք մեր առաջ ծառացած։ Դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղ մեկ լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Տանտինյան YouTube-յան ալիքին, սեղ մեկ զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։